Ամ Արսեն Թորոսյանը ինչ արտաքին քաղաքականության հետ ինչ կապ ունի։ ՔՊԻ-ի ասենք պատգամավոր չի։ Նա ինչ գիտեմ մասնագիտության բժիշկ չի։ Ասիկ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, որից հասկանում է, նրանից խոսի։ Արսեն Թորոսյանը ես չեմ կարծում թե չի հասկանում։ Պարզապես ինչ արժանակում մենք Արցախի հետ գործ չունենք։ Բայց պատերազմը ինչի է լավ։ Բայց 6 բան զինակոչ, ինչի գնացին Արցախ։ Նիկոլ Փաշինյանի տղեն ինչ էր անում Արցախում։ Օկուպանտ էր, բայց Ջևանի գունդը ինչի տան Նիկոլ Փաշինյանի աշոտին փրկելու համար տանզոհեցին։ Հարց եմ տալի, Արսեն Թորոսյանը կարող է այդ հարցերին պատասխանել։ Ինչ էին անում 6 զորակոչ բանում։ 6 զորակոչ զինվորները, նորակոչիկները, ինչ էին անում Արցախում, եթե Արցախի հետ մենք գործ չունենք։ Պատերազմի ժամանակ Բաքվում ինչ են ցուցմունք տալի Արցախի ղեկավարություն։ Ասում են բոլոր Հայաստանից էլ Նիկոլ Փաշինյանն էր ղեկավար։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ասում է նրանց տեղեր են տալ։ Հոգեմետ տեղեր։ Նիկոլ Փաշինյանն ինչ գիտի նրանց ինչ են տալ։ Ինքը բանում Ադրբեջանում լրտեսներ ունի, հա։ Բայց եթե այդքան լրտեսներ ունի, ինչի՞ չէր պատերազմի ժամանակ օգտագործում։ Ասում էր կպայթացնեն ներսից Ադրբեջանը, ինչի՞ չէր պայթացրեց։ Ադրբեջանը մեզ կարծա այդքան մնացվեց։ Բախի չի պայթացրեց։ Ասում էր, չէ, սպառնում էր։ Պարոն Սարգսյան, ամերիկում սա մի իրավիճակ է, որ անընդհատ զարգացումներ լինելու են, մենք կհետևենք եւ դրա մասին մեր մյուս հաղորդումների ժամանակ էլ կանդրադառնանք եւ ինչ կարծիք եք, ինչու են Միացյալ Նահանգները ռազմական տեխնիկա է ուղարկում Հայաստան եւ ընդ որում սրա մասին գրեցին առաջինը հենց ռուսական լրատվամիջոցները։ Գերմանիայից Միացյալ Նահանգները իր բազայից որոշակի տեխնիկա, սարքավորումներ տեղափոխելու է Հայաստանի պոլիգոններ եւ այստեղ կատարվի տեսնենք ես նախ հարցը ինչտեղ եթե լինելու են ասենք նախկինում էլ են ցույց բաներ անում զորավարժություն անում բայց ընդամենը ցույց երցրելու զորավարժություններ խաղապահների զորավարժությունները հիշում եք հա տեսնենք ինչ զին տեխնիկա հիմա բանը ինքնաձիգն էլ է զին տեխնիկա բանը ֆրանսիական բաստիոններն էլ ազին տեխնիկա, իսկ միջմարտական հրթիռն էլ ազին նետեր, հարցն է թե ինչ զին տեխնիկա ալին տալին, ինչքան հոգի են կալի, կարող են գալ մի 50 հոգի ուսումնական պարապմունք անեն, բայց կարող է լինել, ասենք, ես չեմ կա, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի խաղն է խաղում, ասենք, դες տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը բան է, հակառուսական խաղերը, ինչ է եղել նրա ժամանակ, Ռուսաստանից կախվածությունն ավելի է մեծացել, հապկից դուրս եք եկել Յատմից դուրս եք եկել յատմ։ Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխները Ռուսաստանի բան են ոսկին տոննաները, ոսկին ու ադամանդները Դուբայներում վաճառում են միջնորդ արևտրից փող են աշխատում երևի կոպեկներ գրոշներ Հայաստանի բյուջե մտցնում։ Եթե Ռուսաստանը չցանկանար 18 թվականի Թավշյա հեղափոխություն, քաղաքական դավադրություն, իշխանափոխություն կլներ, առանց Ռուսաստանի Հայաստան Սկի Երևանը ճանճը չի պատտվում, առանց Ռուսաստանի թույլտվության։ Դուք մտածում եք, թե Նիկոլ Փաշինյանին որ բերել են բաներ, հա, Պուտինը չգիտեր կամ չէր իմացել, կամ մեր բանը ԱԱԾ-ն քնած էր, ԿԳԲ-ն ռուսական քնած էր։ Կուտոյանը ինչու բերեցին բա։ Կուտոյանն ով էր։ Ոչ բանակում ծառայել էր, ոչ էլ առաջի կամ բարձրագույն խմբի դասի, իրանք անդամ էր ԱԱԾ-ի աշխատ, իրանք չուներ։ Նա միսիա ուներ, բերեցին այդ մարդին օգտագործեցին Գնաց աշխարհի ամենամեծ բանակին, այսինքն հանգուցյալներին միացավ։ Գնաց կամ ուղարկեցին, ես չեմ կարծում։ Հիմա այս եթե վերադառնանք այս զորավարժություններին, դուք դեռ ձեր դիրքորոշումը չունեք, որովհետև կսպասեմ եւ կասեմ դրական եմ գնահատում, այն ինչ որ ամեն դեպքում ամերիկյան ներկայություն է։ Դրական եմ, այն ինչ որ հակակշռում այստեղ։ Գիտե ինչ էին ասում Ռուսաստանը, այն ժամանակ Գրիզլովն ասում էր Հայաստանը մեր ֆորպոստն է։ Ալիևն ասում էին ում են իրենք պետք։ Հա, Ալիևն էլ Կուդանի դենուցը։ Այսինքն ուր կնան էլի Կուդանի դենուցը։ Ինչ էլ ասում է Ալիևն էլ հայտարարեց Իլհամ Ալիև, թե Հայաստանին մենք կարծում ենք անկախ պետություն, բարձրավոր ֆորպոստը։ Հիմա էլ ֆորպոստն են հանձնել էլի։ Ֆորպոստի առաջնագիծը մեր անվտանգության երաշխավոր Արցախն է։ Արցախը ոչ թե բեռ էր մեզ համար։ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Հայաստանի կշիռը բարձրացնում էր։ Հայաստանը Արցախով ոչ միայն կապ չունի այնտեղ այն հանքերը ոչ միայն հանքերը, այլև ծորենը ոչ միայն դա, այդ կշիռն էր մեծանում։ Այսօր Հայաստանի թևերը ոնց ասած բարուրել են արդեն, ոնց են մանուկին բարուրում։ Արցախ խլել են, մտել են մեր տարածքները։ Ալիևի նպատակ գիտեք որն է։ Մտնել Հայաստանի ճանապարհների վրա, ռազմավարական ճանապարհների վերահսկողություն, բարձունքների վրա վերահսկողություն, ջրերի աղբյուրները,
ամենակարևորը ջրերի աղբյուրները վերցնել ցերկը, փոխել դրանց ուղղությունը, այդ են անում։ Նիկոլ Փաշինյանը ինչքան ուզում է խաղաղությունից խոսի, ով է ասածը հաշվի առնում։ Այսինքն Ադրբեջանը համար ինչ կապ ունի, Նիկոլն ինչ է ասում։ Այս մարդիկ կան դեռ 7 տարի խաբվել են, դեռ խաբվում են։ Նրանց համար հեշտ է նորից խաբվել, ասել մտածել որ խաղաղություն։ Հետո ինք վախացնում են ժողովրդին նոր պատերազմով։ Եթե դուք չեք կարող ղեկավարեք, դուք չեք կարող մեր երկրի անվտանգությունը երաշխավորել։ Դուք 13 միլիարդ եք սարքել մեր պարտքով։ Դուք ձախողվել եք ամեն ոլորտում, կրթության մեջ, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, բոլոր ոլորտներում ձախողվել եք։ Դե հեռացեք, չեք կարող ղեկավարեք։ Եթե չեք կարող, ինչ եք տան նոր աղետներ։ Ես ասեմ, մի սահման կա, որ արդեն իրանք վաղուց հատել։ Այսինքն, եթե մարդ մի հոգուց ավել է սպանում, ասենք 2 հոգի, 5 հոգի, 10 հոգի, նա մարդը սպանա։ Հիմա իրանք անցել են այդ բանը, որ 5000 զոհ են տվել, հիմա իրանց վար կապ չունի, եւս 5 կտան, 10 կտան, անցել են այդ ծամանը, 10-ը տվել են Հայաստանի, տվել են իրանցը, տվել են Բաղանիս այրումի այդ իրանցից միջև Բաղանիս արանքում մեր 30 տարի ամրացված դիրքերը։ Ընդ որում ինչ կա հիմա մեր Տավուշում հենց այդ դիրքերի հետ կապված։ Այն կա որ ես երբ որ գնում տեսնեմ վերջերս նայում եմ ոսկե բարգիրը անցանցում զինվորականներ մեծ զող էր դրված, հանել են փոքր դրոշ դրել։ Երևի Ադրբեջանի պահանջն կամ իրանք են վատ զգում կամ փող չունի պաշտպանության նախարարությունը պապիկան թե գնակայել է հացել թե քանի տուն առել։ Երբ որ բանը նկարում նայում են, այդ հին նկարները նայում են պապիկյան մի հատ տենց նիհարիկ տղայա, նայում ես մի թշերը հետևից երևում արդեն այնքան է բանել։ Այդ ջայլ աղջիկներ են խորհրդական են թե ինչ են։ Տայլա 3 հատ իր տեղակալներին նայի։ Մեկը ոստիկանա, նախկին ոստիկանապետն է, մեկը Երևանի նախկին քաղաքապետն է, այն մեկը ֆինանսիստ է։ Ինքն էլ պատմության դասատու է։ Ես պատմության դասատու եմ, գերազանցությամբ եմ ավարտել։ Իմ մասնագիտը։ Հիմա ես գնամ պաշտպանության նախարար աշխատեմ, ինքը քայլել է։ Ինչի համար է քայլել։ Այդ ինչի համար է քայլել։ Քայլելը որ ես աղետին հասցնի։ Այդ ամբողջը շոու էր, որ սարքեցին մեր ժողովրդի գլխին։ Այն օպտի կանխեր, ինքն ներսից աջակցում էր։ Ուսուցիչներ էին դուրս եկել։ Իքյանքում ուսուցիչները ցույց չէ։ Իջևանում դուրս էին եկել ուսուցիչները։ Ով էր ուսուցիչներին հանել։ Ով կայ ուսուցիչ հանել։ Ինչ կանում ես ուսուցիչների աշխատավարձը կտրի փող միտու, նրանք փողոց դուրս եք օղ չեն։ Նրանք մի դեպքում են փողոց դուրս գալ, երբ որ նրանց վերևից ասում են դուրս եկեք փողոց։ Այսինքն այս ամբողջ սարքեցին մեր ժողովրդի գլխին։ Ընդ որում ուսուցիչներից խոսեցիք, պարոն Սարգսյան, դուք գրել եք, որ Տավուշի մարզի 76 հարակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունի։ Դա փետրվարի 26-ի դրությամբ։ Չէ, դա հիմիկվա դրությամբ։ Փետրվարի 26-ին 14-ն էր, եւս 4 ավելացել։ 4 ավելացել են։ Ես անունները դպրոցների անվանումները աշխատողները սոցփաթեթներից չեն օգտվում։ Բուֆետների աշխատողները։ Այսինքն սնունդի ծրագիր կա, առաջինից 5-րդ դասարան ՄԱԿ-ի զարգացման ծրագրով ամոճար սնունդ է տրվում։ Այդ աշխատողները համարվում են այդ սնունդ են մատակում, դե սնունդը տրվում է, չէ։ Նրանք համարվում են դպրոցի աշխատող, բայց սոցփաթեթից չեն օգտվում, խտրականություն։ Իսկ 18 դպրոցը 76-ից 18-ը տնօրեն չունի։ Ինչու չունի։ Ինչու չունի։ Հարցը գիտեք ո՞րն է։ Ներսից ասում են, կարծիք են ասում, ես չեմ կարող ասեմ, այդ կարծիքը ճիշտ է թե սխալ է, ասում են դիտավորալ չեն։ Պետք է կարգը փոխվել է, տնօրենները Երևան պետք է նախարարությունում, ԿԳՄՍ-ում պետք է զարգացման ծրագիր ներկայացնեն դպրոցի, ռազմավարություն, դիտավորալ չեն նշանակում, ասում են։ Դե կարծիք է, ես չեմ կարող ասեմ, որպեսզի ընտրություններից առաջ այս պաշտոնական ովքեր հավակնորդներին ստիպենդիաներ բերեն։ Հիմա նայեցեք, տեսնում եք Գյումրիում ովքեր են, ցուցակում, ԿՊ-ի ցուցակն ովքեր, կամ բուժ հաստատությունների ղեկավարներն մեծամասն դպրոցների տնօրենը։ Հիմա ասում են, որ Տավուշում դա չեն նշանակում։ Դե ինչքանով է ճիշտ, ես խո չեն ասի իրանց խոստովանի իրանց մտադրությունների մասին։ Ասում են չեն նշանակում, որ պահեն այդ մարդկանց ոնց որ ասած իրանց վերահսկում։ Ընտրություններից առաջ ասեն, ով շատ ձայն բերի, նրան էլ կնշանակի։ Ասենք ենթադրենք այդ դպրոցի տնօրենի 2 տեխնատու կա, ասեն ով շատ ձայն կբերի մեր ԿՊ-ի հիմա նրան էլ կնշանակի։ Ինչ պատճառը դա է։ Մենք զանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո ես իմ հարցերը կշարունակեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Հարգելի հեռուստադիտող, ձայն իջեցրեք հեռուստացույցի, մեզ հետ խոսեք հեռախոսով։ Լսում ենք, դուք եթերում եք։ Լավ, չստացվեց, չեն կարողանում օգտվել։ Բացի դրանից դուք անդրադարձել եք նաև, որ փոքր երկրում օրական 17 միլիարդ դրամի խաղադրույքներ են կատարվում, շուրջ $1 միլիոն թմրանյութեր են վաճառվում։ Խոսենք սրանց մասին։
ուրեմն ասեմ, այն որ ասում են ապագա կա, ապագան է դա հետ։ Քանի տոներ է քանդվել այդ խաղադրույքներ։ Ջայլ հարցնիկ կան մեր Տավուշի մարզում, ընդհանրապես Հայաստանում մեր մոտ կան, որոնք տանից թաքուն, տնեցիներից թաքուն։ Բան են գումար են գողանում տանից դնում խաղադրույքների։ Զինվորականների շրջանում այնքան է տարածված։ Ընդ որում եղավ, չէ, կառավարության նիստի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց եւ մեր երկրի ղեկավարը կարծես թե շատ դրամադրված է, որ շատ խիստ պետք է լինեն։ Դե Վիվարոյի բադալյան հետ կապված բարձրացնել եւ այլն։ Բադալյան եղբայրները ում հետ են մոտիկ։ Ում հետ են Ռուսաստանի կազիների մանգստան։ Այդ Տավուշից են դան կալմատներով, իրենք արմատներով հաղարցին գյուղից են բադալյանները, եղբայրներ, Վիվարոյի ում հետ են մոտիկ, իշխանավորների, ինչ չմտածեմ, որ տներ են քանդում տենց, այդ բան խաղամոլութա, այդ ոնց եղավ, որ տենց բազմապատվեցին, 25 անգամ աճեց, իրենց իշխանության տարիներին, 25 անգամ աճել է բանը խաղամոլության, այդ բանի խաղադրույքների քանակը, 17 միլիարդ դրամ օրական, սարսափելի բանը, սարսափելի է, իսկ այդ թմրամոլությունը, ահա որ բաները, ահա որ որովհետև հիմա կրիստալն է գնում, քիմիական բաները, ու ահա որ կախված են, մարդու ուղեղի վրա կար ժամանակ անց այդ մարդիկ մեռնում են։ Բոլոր շրջապատում, եթե բան ունեն, կան մարդիկ, որոնք իսկապես արդեն կործանվել են կամ կործանման եզրին են, որոնք թմրանյութ են օգտագործում։ Եթե նախկինում ասենք կանեփ են քաշում, կանեփը դե ինքը բնական բուսական ծագում ունի, նորմալ երկրներում դա օրինականացնում են, վերահսկողության տակ են դնում, ասենք Վրաստանում, չգիտեմ, Ամերիկայի Կալիֆոռնիան է հանգում, չգիտեմ, Ֆրանսիայում կարծեմ թե օրինականացնում են, հսկողության տակ են դնում, եւ մարդիկ արդեն գիտենում են, որ եւ ավելի ծանր բաներից հեռու են պահում, կրիստալից, չգիտեմ, սպեյսներից ու բան։ Ես ասում, եթե այն բանը չես կարող արկելես, պետք է վերահսկես եւ սահմանափակես։ Այսինքն, եթե չես կարող արկելես ընդհանուր, չես կարող, չէ՞։ Դու ուրեմն պետք է սահմանափակես որոշակի ձևով եւ դա կարողանաս ավելի ծանր փորձանքներից հեռու պահես։ Որտե փորձում են հարկերը բարձրացնելու միջոցով անել այս գործընթացները, այս խաղատների հետ կապված։ Իրենք օրենք հենց գրում են միշտ տեղ են թողանում, իրենք դիտավորյալ տեղ են թողանում, բացեր են թողանում, հատուկ այնպես գրում են, այնպես ալեմ, չէ՞ որ սեյֆ ստեղծող ընկերությունը հատուկ բան է թողում, չէ՞, իր համար գաղտնիքներ է թողում։ Հիմա սրանք իրանք օրենք ընդունում են, իրանք էլ բացեր են թողում, որպեսզի օրենքը շրջանցեն։ Այդ մարդիկ կապված են։ Դժվար չի, դեռ իրար հետ գրում են խաղադրույքներ, այդ ընկերությունները հետ կապված են։ Գրեցին, որ Նիկոլ Փաշինյանի եղբոր տղեն Սիփանը Ուկրաինայում խաղադրույքներ բանի բիզնես է կատարում, այդ on-line այդ խաղադրույքների բիզնես է ստեղծել։ Իշխանության հետ են կապված։ Ոնց կան, ասենք, կազինոներ ունի եւ on-line բաներ ունի, կազինոներ։ Նրանք իշխանության հետ կապված չէ։ Ցանկացած երկրում, եթե իշխանությունը չցանկանա, լիցենզիա կզրկի, կփակի, բայց ուրեմն նրանք բան են անում, չէ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ինչն է լավ ստացվում, փայ մտնելը։ Ինքն ասում է, չէ, որ մեր կառավարությունն ասում է փայ մտավ։ Եթե կառավարությունը դալիս մեր բյուջեն ավելացա մուտքերը, բախի չէ, եթե ավելացանք նորից 750 միլիոն եվրոյի նորից վարկենք վերցնեմ, որ եվրոբոնդեր են թողարկում։ Այդ ուր են, որ բյուջեի հարկերը ավելանում են, ինչ եք նոր վարկեր վերցնում։ 13 միլիարդ թաղսել։ Պետական պարտքը 13 միլիարդ թաղսել։ Իրենց երբ որ եկավ Նիկոլ Փաշինյանի իշխանության 6.7 միլիարդ է։ Բայց ինչի՞ է վրա գնում։ Ժողովրդի փողով այդ վարկերով վերցնում եմ ինչ որտեղ ասֆալտ անում, ժողովրդին ասում, տեսեք ասֆալտ արի։ Ոնց որ մեկը գնա խանութում, գյուղական խանութում, իմ անունից Նիսայի այդ ապարեկի տետրում իմ անունը գրի, բաներ գնի, բերի տուն, մի ընթացքում վրից կողանա։ Դա կոչվի լավություն։ Նույն բանն արում էլի։ Պատկերավոր եմ ասում, որ մեր անունը գրում են այդ պարտքի ցուցակում, բերում են արանքից կողանում են։